Բարևում եմ բոլորից, սիրելի հետևորդներ ջան։ Աշունը շուտով կվերջանա։ 2 օր մի քիչ մռայլ է եղանակը։ Ես էլ աշխատանքից նոր եմ տուն եկել և ուզում եմ անցնել իմ տնտեսության գործերին և իհարկե ձեր հետ զրուցել, դարձնելով մեր այս մի քանի րոպեն հաճելի։ Ձեռքիս գնումներ կա, հիմա տուն մտնեմ և տեղավորեմ ձեր հետ և իհարկե կոֆե խմենք, դուք էլ ձեր կոֆեն եփեք, որպեսզի միանաք ինձ։ Դուռը բացելուն պես Սիման ինձանից շուտ ներս մտավ և ուրախությունից պոչը խաղացնում է։ Հա, Սիմուլյա ջան, սպասի թե անց կինամ, Սիմա, սպասի։ Այս իմ սումկան, լույսն էլ պետք է միացնեմ։ Սիման հասել է խոհանոց, բայց ես իմ գնումները այս կողմ եմ տեղավորում, այդ սեղանը փոխարինել եմ փոքր սեղանով, աշխատանքի գնալուց առաջ այստեղ մաքրություններ էի կատարել, բայց դեռևս հետքերը կա, այդքան էլ մաքրում եմ, դեռևս հետքերը կա, գիտեք, որ վերանորոգման հետքերը դժվար է վերանում և սպասում ենք չորանա այս պատը, որպեսզի շարունակություն տանք, սիրելի հետևորդներ ջան։ Հիմա գնումներս տեղավորեմ, ես Պերունենից կգնալ սառնարան, այստեղ 2 հատ իմ սիրելի հացը, գարբուշկա հացերը, բայց մի հատ լույսը միացնեմ։ Ահա, ես էլ մեր միջանցքի լույսը, հիմա իմ սիրելի բերանիկները, միշտ էլ գնում եմ սիրելի հետևորդներ ջան, և մանդարին, միջին չափի մանդարին, հիմա տեղավորեմ ու նոր գնամ կոֆեն եփելու։ Օպա, ստացվեց, այսքան տեղը ցեմենտ բետոնա ու դեռ չի չորացել, գնացի այս սիրունամանը բերեցի և մանդարինը լցնեմ այստեղ, բարդիներով, տրամադրություն բացվի այս բոլորիս, այսպես, ճրճրոցներով, երբեմն այդ ճրճրոցներն այնպես մեզ արմություն է տալիս, եկեք ասենք, այսպես, տոպրակները մի կողմ, քանի որ պելմենին հիմա չեմ պատրաստելու, սառցեցիկ կտեղափոխեմ, հացերը խոհանոց, այսը մինչև կոֆե եփելը կարելի է ճաշակել, տեսնենք ոնց է կապված և ամուր է կապված, դրա համար երբեմն այսպես, ահա, փոքր երեխաների պես, աշխարհի ամենահամով բանը, դե, սիրելի հետևորդներ ջան, դուք էլ մի փոքր բան ճաշակեք, եթե նոր եք եկել աշխատանքից և գնում ենք կոֆե եփելու։ Դուք արդեն երևի ձեր կոֆեն դրել եք եռալու, բայց ես դեռ ոչ, սիրելի հետևորդներ ջան, քանի որ վայելեցի այդ բերանիկները, երբևէ ուշադրություն եք դարձրել պիտակի վրա ինչա գրված, գրված է անշահած, այսպես, ջուրը լցնեմ, ինչպես միշտ, ուրիշ բաժակով, այս բաժակը իմ ամենասիրելի բաժակներից մեկն էր, իսկ հիմա հատ աչքի առաջ եմ պահում, այդպես, իսկ այստեղ, սիրելի հետևորդներ ջան, քանի որ վերանորոգման պատճառով բոլորս էլ մի քիչ խառնվում ենք, չէ, ամանները լվացել, չորացրել ու այսպես պղնձի մեջ դաստավորել ու բերել եմ այստեղ, բայց մի հատ կոֆեն լցնեմ, միացնեմ, արագացնեմ գործը, քանի որ կենդանիներիս կերակրելու ժամն է, դες հիմա այ բախտը բերում է, ոյ, բանիրն այդտեղ դրված ու անընդհատ ինձ հետ ամենահամոպատարները վայելում է, դե
Չեն են վայելում, սիրելի որդեր ջան, այնպես չի որ անտեսում եմ իմ մյուս կենդանիներին, բայց Սիման առավելագույնս հիմա այստեղից բաժակը հանեմ, որ մեկով սրանով այս մեկը վերցնեմ, այս մուկույնը ավելի շատ եմ սիրում, ոյ, չեմ թե գազերը տարա, չեմ, բայց ինչ, ոյ, ասկացա, պետք է այսպես տանեմ ու բերեմ, արագի մեջ գործեր եմ արել ու երբեմն մնում է, մինչև որ կգնայի աշխատանքի սիրելի հետևորդներ ջան, այնքան գործ եմ արել ու դեռ չի վերջանում, փոշին չի վերջանում, բայց իհարկե դա էլ կվերջանա, հո չի մնալու, մի քիչ էլ ցուրտ է, քանի որ այստեղ պանիրի հետ աշխատելու եմ բաժակս այդ կողմ, ուրեմն երեք որ լույս չկար, ու հենց այդ ձևով ես վլոգ պատրաստեցի, հենց վերջացրի լույսերը տվեցին, սիրելի հետևորդներ ջան, հիմա այստեղ բացում եմ, տոպրակը վրան թողել եմ ու պետք է շրջեմ, որ աղանեմ, այսպես բարձրության վրա եմ դրել, որ լավ քամվի, օպա, լավ է, շատ լավ է, այդքան էլ աշխել չի ստացել, բայց թե դա այդքան էական չէ, դեռ կշռելու ժամանակը չէ, ձեռքիս զգում եմ, քանի որ հիմա շատ կարևոր է, որ աղցանեմ, ձեռքս չորացնեմ, անտեղի աղը չկպչի մատերիս, գդալով չենք անում, սիրելի հետևորդներ ջան, սա պարտադիր պետք է բռով ցանել աղը, այ, աղ էլ պիտի բերեի, մոռացել եմ, աղն էլ աքիչացել, ընդհանրապես միշտ ասվում է, որ պանիրի վրա պիտի խոշոր աղ ցանել, և ես իմ փորձից շատ լավ գիտեմ, այսպես աղարած կմնա ամբողջ գիշեր, աղն առավոտյան կշրջեմ, և մյուս երեսից էլ աղ կանեմ, մի քիչ էլ այդպես կմնա, հետո նոր կհանեմ, կկշռեմ, քաշը կիմանանք բոլորս էլ, հետո արդեն շարունակություն կտանք, թե պանիրը ինչպես եմ կտրում, աղը ջուր բռնում, վաղուց նմանատիպ գործեր չեմ արել, սա քաշեմ այս կողմ, քանի որ ձեռքերս ամեն դեպքում աղը մտավ մատներիս մեջ, արագի մեջ գնամ մի հատ ձեռքս լվանու գամ, կոֆեն էլ կերբ էստեղ, նայեք, դուրս եմ, ապրեք, որ նայեցիք, սիրելի հետևորդներ ջան, հավիկներս, ճուտիկներս ինձ են սպասում, ցուրտ է, ոնց եմ մնալու դրսում, իմ դրսի սրճարանում, հավես էր չէ այդ վլոգը, մի անգամից այդպես մտքովս անցավ, ու ձեզ էլ դուր եկավ, սիրելի հետևորդներ ջան, ընդհանրապես, երբ որ ես սկսում եմ վլոգ պատրաստել, մի անգամից միանում եմ ձեզ ու մի անգամից հենց այդ պահին ինչ որ միտքս գալիս է, ինչ որ այդ պահին աշխատում է ուղեղը, հենց այդ ձևով էլ միանում եմ ձեզ, պարզ ու շիտակ, կոֆես արդեն պղպջակներ է հանում, մեկ մտածում եմ, ասում եմ, եթե նստեմ սցենար գրեմ, բա ինչքան հաճելի կլինի, բայց թե այդ էլ արդեն կդառնա մի մեծ կինո աշխարհ, ավելի լավ չէ, որ այսպես հասարակ, միշտ էլ ասվում է, չէ, քչերը կարող են լինել հասարակ, և հասարակը միշտ գովելի է։ Դուք էլ չխուսափեք լինել հասարակ, սիրելի հետևորդներ ջան, ինչքան հասարակ լինենք, այնքան սիրված ու հարված կլինենք, թե ընտանիքում և թե աշխատավայրում, միջավայրում, մի խոսքով դրսում։ Ջան, եփեց, բայց չեմ լցնելու, այստեղ նաև ուզում էի այն շիճուկը ձեզ ցույց տալ, նա էլ պիտի եռացնեմ, բայց արդեն երեկոյան ժամերին, երբ որ կենդանիներիս կապահովեմ, դուռն էլ կփակեմ ու կգամ նոր դրանով կզբաղվեմ, այո, հիմա միայն ցույց կտամ, սա այստեղ, ավելի ճիշտ մի հատ տանեմ միջանցք, ու նոր կգամ։
Որովհետև այստեղ տեղ չկար, սիրելի հետևորդներ ջան, պիտի սա այս կողմ բերեմ, սա իլուչացնեմ, և այն ամանը մեծ, որի մեջ լցրել էի, նույն ձևով այստեղ է, վրան մի քանի բան եմ դրել, որպեսզի այստեղ տեղավորվեմ, այսպես ապակով պահել եմ, այս ապակին ծանրությանը դիմանում է, ես ինչքան յուղ ա եկել երեսը, կուզեմ ձեզ էլ մոտից ցույց տամ, թե ինչքան յուղոտ ա, և իսկապես արժե որ իհեփեմ և ստանամ տնական բանրաշոր, ջան, դե վերեմ ցույց տամ, հետո կգնաք դուրս։ Ճիշտ է, կաթիլներից երևում է իր յուղը, բայց գդալ եմ վերցրել, որ գդալով այսպես հետ տամ, այս երեսինը իր յուղն է։ Հենց սա էլ ցույց է տալի, որ պանիրը անարատ է եղել, անարատ է արվել և յուղը չի քաշվել։ Այս ամենը երբ որ խառնվում է ու դառնում է պանրաշոր, ինքան համով ու առողջարար է լինում, սիրելի հետևորդներ ջան, մի քիչ խառնեմ, նույնիսկ ինքը տակին թանձրություն էլ ունի ինչ-որ, պանիրը չի եկել հետը, տոպրակը ամուր, լավ քամվել է պանիրը, ուղղակի այս շիճուկը ընդհանրապես այս ձևն է ընդունում քամելուց հետո։ Դե ես իմ կոֆեն ջազվայով վերցնում եմ ու գնում եմ կենդանիներիս մոտ։ Այս է պարտադիր փակում եմ։ Գնացինք։ Ջազվան այստեղ է, վերցնում եմ, դեռ պեչը չեմ միացնում, իմ մանդարիններից մեկն էլ վերցնեմ, այս մեկը, չէ այս մեկն էլ, այս հենց հավիսով գնում ենք դուրս, այստեղ էլ այս վիճակն է, քանի այստեղ եմ ցույց տամ, ավելի մոտից, այսպես, մյուս սենյակը, կարևոր բաները տարել եմ մյուս կողմի սենյակ, համարյա թե ազատ է այդտեղ, մնացածները ծածկած են ինչ-որ շորերով, դուռը այստեղ, և դուռն էլ արմունկով եմ բացելու, այսպես, հնարամտությունները միշտ էլ մեզ պետք են գալիս, հետո ոտքով ու բացվում է դուռը։ Այս անգամ հավերին դուրս հանեցի, այստեղ իրանք արդեն սովորել են, արածում ու քուջուջ են անում, հիմա էլ անցնեմ ճուտիկներին, բայց ցուրտ է։ Եկա ճուտիներ ջան, լատու գնա այ հավիկ, քեզ ազատություն եմ տվել, ճուտիներ ջան, լա գնացեք, Ցորեն եմ տալի իրանք, սիրելի հետևորդներ ջան։ Մի տախեցեք։ Մի տախեցեք ճուտիներ։ Ակլոր, այսուր եկար։ Ձեզ տվել եմ, դավայ։ Ջուրը ունեն, ինձ մնում է հավերին հսկեմ այս ցրտովը։ Նաև սիրելի հետևորդներ ջան մոտորերս, ստեղի խոշոր ճուտիկները, ջոկել եմ, խառնել եմ հավերի հետ, որ նրանք էլ արդեն գնան ու քուջուջ անեն։ Ասեմ, որ այդ օրը, որ վարպետն եկել է գործեր անում, դե ես էլ տանն էի էլի, վայ կոֆես էլը տեղ մնաց, էսա կլցնեմ ու նոր կզրուցեմ, ստեղ էլի հավեր ա եկել, գնացեք լա, գնաք,
Գնախոտ արացին, գնախու ջուջարա։ Այս փայտը ինձ շատ է օգնում, որ սենց քարերին թխկացնում եմ։ Ահագին ստեղ ազատվել են իրանք, կարելի ասել, մի չափի ճուտիկներն են ու իրար չեն նեղացնի, ամենախոշորներին ջոկել եմ ու հավերի հետ եմ խառնել։ Այս քանի օրա արդեն սովորել են իրար հետ մանգալը, շատ շուտ հաշտվեցին։ Գնա, հավիկ մավիկ, ուր ես գալի։ Հա, գնացեք, որ նոր դուրս եմ անում, այսենց վազիվազ են անում։ Բան չկա, կոֆես է սառը կխմեմ դե ոչինչ։ Ինա պետք է տանը խմեի էլի, բայց գիտեք էլի, որ ուշք ու միտքս ստեղ է, քշա, ծիպ, այս ստեղի ջուտիկն է, բայց արդեն էլ ցորենին բանի տեղ չեն դնում, քուջուջի են դուրս եկել։ Էսա տեսաղցիկը կպտվեմ են կողմի վրա ու ավելի հաճելի կլինի։ Դիտելը ձեզ, սիրելիներս, ծիպ, գնա, ես այրանց մի հատ դաստիրակ եմ հունի մեջ կձեմ, հենա իշ լավն են է, դե խելոք մնացեք, այն ոնց ասած արդեն գետնի վրա արևում են, շատ լավ է կոֆես, տեսաղցիկը պտտեմ, կոֆես էստեղ, ուշկները քանդելու մեջ է, չէ, հլա, իմ ամբողջ ուշադրությունը կենտրոնացված է իրանց վրա, ուր եկար, գնա, էսա կսովորեն, որ էս էլ իրանց բումը չի, ծիպ, խաղաղվեն կոֆես լծնեմ, գնա, այդ հենց, գնա խոտք է, իչքան էր երազում, դե գնա, ոնց որ թե խաղաղվեցին սիրելի հետևորդներ ջան, ես էլ իմ կոֆես լծնեմ, սառելա, բայց էլի սառը կոֆեն էլ համով կլնի, ծիպ արի, արի, ես քու տեղը չի, գնա, նա մեծերի խում, ես էլի իմ բացօթյա սրճարանում կսրճեմ, ձեր հետ միասին, սիրելի հետևորդներ ջան, գիտեմ, որ ձեզ այդ պահերը շատ ադուր եկել, նորից հիշենք, մեր բացօթյա սրճարանը, արդեն հավերս այդ նոր խառնաճուտերը սովորեցին մեծերի հետ, այսենց, գնա պապաչի, անյատում անեմ, շատ լավ է, մինչև մոտ ստեղ կմնամ, սիրելի հետևորդներ ջան, իմ բացօթյա սրճարանում, մինչև մոտ կմնամ, գնա, ուշկըտ մի կցիտ է, տայից ես դուրս եկել, գնա, լավ է, շատ լավ է, ես մի երկուսն էլ որ սովոր են ուշկները կցեն կանաչի, արդեն մի քանի օրից էլ սենց ինձ չեն ջղայնացնի, ուրեմն սիրելի հետևորդներ ջան, այն օրը որ վերանորոգման գործեր էինք անում, այդ մարդն էլ եկել այստեղ, շղ, թղ, վերանորոգման ձայներ, ես է շուտ դուրսումներ էի անում, հավերից ցերեկով բաց թողի, ասի թե կնայենք, էլի, ինքն էլ էր մեկ-մեկ դուրս գալի, ես էլ, շարժը կար, էլի, մեկ էլ հոպ, ձեր են հարցապվեց, էլի, մի հատ ակլորիս վրա, այդ ջահել ակլորների վրա, մեջքի վրա նստեց, որ տանի, բայց իմ ակլորն ենքան ծանր էր չկարած տանի, դե մի անգամ էլ եմ շուտ ասել, որ ձեր են իչքան էլ մեծալում հավին կամ ծանր մեր ճուտերին չի կարում, էլի թրցնի տանի, տեղում ա ուտում։ Այդ ձենի վրա ես է խոհանոցում էի, դուս եկա էլի, էլ չնայեցի, թե ոնց եմ գոռում, գորգռում, հայ հահույ ձերա, վերջը ձերին փախցրի այդ օրը,
Սա խավերս վախել էինք ու չէին եկել, մտել էին այդ թփերի մեջ, այդ խոտերի արանքները, ամենքը որտեղ հասցրել էր, մտել էին մինչև թառի վաղ դուրս չեկան։ Այդ մեկին էլ վերջը գտա, այդ ընթացքում ման եկա, գնացի տեղա որ չէ, չի վնասել, ուղղակի մի քիչ, ոնց որ վախեցած էր, լավ հասցրի էլի։ Այ այդ պատճառով էլ սիրելի հետևորդներ ջան, թեկուզ կոֆե սառը կխմեմ կամ այդ պահին սոված ելնեմ, հատ չեմ ուտի, հա, ուզում եմ, որ իմ կենդանիներին լավ պահեմ, աչքս թեփում եմ, թե չէ, վերջ, շունուգելի փայա դառնում, բայց թե այդ օրը ես լավ հասցրի, կմի հանգիստ են, խոտ են արածում։ Հենց որ սենց խաղաղվում են, արդեն ուշքները գցում են իրանց քուջուջին ու արոտին, նոր այդ պահին ես մի քիչ խորը շունչ եմ քաշում, հետո արդեն իրանք էլ են էլի վարժվել, որ ես ստեղ եմ, հանգիստ են ինչ որտեղ։ Միշտ ասենք համեմատում են հավի ուղեղը չհասկացողների հետ, բայց սիրելի հետևորդներ ջան, հավերը այնքան հասկացողություն ունեն, դե իհարկե իրանք չափով, բայց ամեն դեպքում վտանգնել են զգում, ասենք ամեն ինչը զգում են էլի։ Գիտականորեն միշտ ասվում է, որ հավերը աստված չարած երկրաշարժը որ լինում է, կես ժամ, կարծեմ, թե 20 րոպե շուտ, մի խոսքով, մի քանի րոպե շուտ հավերը զգում են, որ երկրաշարժ է լինելու, բարձերը սկսում են կչկչալ։ Դա փորձված բան է։ Ահա։ Այնպես որ հավի ուղեղը լավ աշխատում։ Մանավանդ որ սենց լավ են պահում, դե իմ նման լավ պահողներ էլի կան, եթե նվիրվում ենք մեր աշխատանքին, արդեն լավ են պահում։ Ուր ես գնում, գնա քո խմբի մոտ։ Սիրելի հետևորդներ ջան, քանի որ այս նոր ջոկատ գյուտերին առաջորն եմ դուրս արել, դրա համար այս վիճակը, մի քիչ իրանցով զբաղվեմ, կոֆես էլ տեղ խմում եմ ու կխմեմ, մի քիչ էլ տեղ թողնեմ, որ գնամ տուն, այդ պանրաշորը եռացնեմ, դա էլ ցույց տամ ձեզ։ Ահա։ Ինձ որ մնա, այս պահից չեմ ուզում կտրվեմ, իմ համար զրուցընկերներ եք, սիրելի հետևորդներ ջան, զրուցակիցն եք իմ, ու իմ օրը, իմ այս պահերը շատ թեթև անցնում ու հաճելի անցնում, և գիտեմ, որ դա փոխադարձաբար է, ձեր համար էլ է հաճելի։ Մի քիչ էլ որ օրը այսօր շատ չէր արևային, բայց թե ցերեկը տաք էր էլի, Էսա շուտ կմթնի, մի կես ժամ ժամանակ ունենք, այդ կես ժամում մեր հավերն ու մեր ջուտերը հասցնում են իրանց քուչը լցնել խոտով ու քուջուջով։ Այսպես, այս կողմը մաքուր է, լրիվ ստեղ են, դե ես հետև եմ։ Այս քիչ եք ձուացում, մենակ երգում եք։ Շատ չարչարվեցի, սիրելի հետևորդներ ջան, կադրից դուրս գալուց հետո, այդ ջուտիկները, որ նոր խառնել էի մեծ հավերին, թառի ժամանակ անընդհատ ձգտում էին, որ գնան իրանց բունը, այս կողմ, են կողմ, վերջի վերջո իրանց էլ կարողացա հավերի մոտ միացնել, էդ էլ ստացվեց, եկել եմ, որ այդ շիճուկը եփեմ, ընդհանրապես մեր հայերի խոսակցականում որոշ բառեր կա, որ տվյալ բանը եթե ուզում ենք անենք, հարյուր ձևի խոսք կա, հարյուր ձևի ասում ենք, երբ որ ես ասեցի պանդրաշորն էլ եփեմ, դա նշանակում է, որ այս շիճուկը պիտի եփեմ, հա, մի բան էլ եմ մոռացել, ուրեմն զգում եմ դեռ մինչև հիմա անգամ, որ իմ
տարիները, որ տարավոր են տեղ վայել եմ, այստեղ դեռևս իմ շորի ջեբին է հեսա։ Հա, զգում եմ ծանրությունը, հետո համ զրույցով ընկա, համ գործով ընկա, էս էլ չկերա, հետս բերել եմ տուն։ Բայց հիմա էլի էստեղ եմ թողնում, քանի որ էս արդեն պետք չի որ էսօր էլ մնա, էլի, պետք անպայման էս էլ դատարկեմ, քանի որ այն գյուղը էլի երեսն ա կապել, մի հատ խառնեմ, որ էս ամանից չկպչի, հետո արդեն պղինձը ստեղ ա, ծանրություն բարձրացնելուց արդեն մի քիչ խուսափում եմ դեռևս, ռիսկի չեմ դնում, ու սենց քիչ-քիչ կլցնեմ էստեղ ու կերացնեմ։ Երբ որ երը կսկսվի, այդ պահերով էլ կմիանամ ձեզ, ցույց կտամ և իհարկե արդեն քանված վիճակում ցույց կտամ։ Այսպես, ամբողջը դատարկել էստեղ ահագին շիճուկ կա, 20 լիտրանոց պղինձն եմ բերել, որ դրա մեջ երացնեմ։ Այսպես, ամբողջը դատարկեմ և արդեն գազօջախի վրա եմ երացնելու, քանի որ դեռևս փայտի պեջ չեմ դրել։ Գազը տեշտ է այս պահին, մի քիչ ցուրտ է ու միացրել եմ, որ տունը տաք լինի։ Դե այս գործը շարունակեմ։ Սիրելի հետևորդներ ջան, արդեն շիճուկը եփել ա ու այդ շորը երեսն ա ընկել։ Մի փոքր էլ կեռա ու պատրաստ կլինի։ Այսինքն շորը անջատվել ա շիճուկից։ Այս երեսի փրփուրը շորն է։ Լավ եռալուց հետո թողնելու եմ հանգստանա։ Ամբողջ գիշեր կմնա կհանգստանա, առավոտյան տոպրակով կքամեմ ու կստանամ շոր։ Մեր սիրելի տվորոգը։ Այս սիրուն տեսանով էլ ավարտեմ վլոգս։ Լավ եղեք, լավ գործերի մեջ եղեք։